Համաշխարհային բանկի կանխատեսմամբ այս տարի Հայաստանի տնտեսական աճը կհասնի 5,3%-ի։ Միջազգային կառույցը Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի 23 երկրներից ընդամենը 5-ի դեպքում է դրական վերանայում կատարել, եւ դրանցից մեկը Հայաստանն է։ Հարևան երկրներից Վրաստանում սպասվում է 5% աճ, Թուրքիայում 2,8%, Ադրբեջանում 2%։ Ընդ որում Վրաստանի եւ Թուրքիայի դեպքում կանխատեսումը նվազեցվել է։ Իսկ համաշխարհային տնտեսական աճը սպասվում է 2,5%։ Ոչ միայն մեր հարևան շրջանակներում, այլ Հարաբես եթե գլոբալ առումով նայեք, ասենք Ալբանիայում 3-4% է, Ռուսաստանում 0,8% է նախատեսված աճ։ Հասկանում եք, այսինքն մենք պետք է արժևորենք մեր 5,3%, դա շատ բարձր ցուցանիշ է, կրկնակի ավել, քան համաշխարհային տնտեսության աճը։ Հայաստանին 0,4 կետով լրացուցիչ բոնուս տալը նշանակում է իսկապես տնտեսությունը հավատ է ներշնչում, վստահ է տնտեսության զարգացմանը, հատկապես խաղաղության ֆոնին եւ արդեն տնտեսական խաչմերուկ դառնալի ֆոնին, այսինքն համաշխարհային բանկը բոլոր բաղադրիչները համադրում է եւ արդյունք է հնչեցնում։ Զեկույցում դեռևս արտացոլված չեն դեպի Ռուսաստան արտահանման հետ կապված խնդիրները, նշում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը։ Հավելելով, Հայաստանի կանխատեսումը բարձրացվել է արհեստական բանականության ոլորտում ներդրումներով պայմանավորված։ Սա կարծում եմ, որ հենց նույն այդ արհեստական բանականության ոլորտում բավական մեծ ներդրումներն են, ինչպես նաև կարծում եմ TRIP-ի հետ կապված որոշակի սպասումներն են, որոնք գնահատում են, որ այստեղ եւս որոշակի տնտեսական ակտիվություն կնկատվի, քանի որ կանխատեսումը ամբողջ տարվա համար է իրականացվում, բնականաբար դիտարկվում են նման, ասենք, սցենարները, իհարկե հետագայում եթե ինչ-որ խնդիր լինեն, բնականաբար աշնան զեկույցում դա կվերանայվի եւ կարծում եմ կարտացոլվի նաև արտահանման հետ կապված որոշակի խնդիրները։ Միջազգային կառույցն ըստ էության սրանով նաև ուղերձ է հղում, որ Հայաստանի տնտեսությունն այս վիճակում կայունություն է ապահովում, կարծում է Սերգեյ Բագրատյանը։ Ձևավորվել է բարձիկ, որը նույնիսկ որոշակի աշխարհաքաղաքական գլոբալ իմաստով փոփոխություններից մեր կայունությունը ապահովում է։ Սա բոլոր մեր տնտեսվարողների հետ աշխատող բոլոր հիմնական տնտեսական միավորների, տարբեր երկրների կարևորագույն ուղերձ է, որ Հայաստանի հետ աշխատելիս հաշվի առեք, որ Հայաստանի տնտեսական կայունությունը ապահովված է։ Եթե համաշխարհային բանկը ասում է 0,4%-ով Հայաստանի աճը ավելացնում ենք, Եվրոպան հասկանում է, որ այստեղ կարող է ներդրում անել, այստեղ կարող են Հայաստանի տարրեպտուր անել, կարող են ներկրում անել եւ արտահանում անել։ Իսկ այս ուղերձները միջազգային ուղերձներ են եւ բոլոր երկրներն են վերաբերում։ Մյուս կողմից գնաճային սպասումներ կան աշխարհի, այդ թվում Հայաստանի համար, հաշվի առնելով վառելիքի համաշխարհային շուկայում խաթարումները, ընդգծում է տնտեսագետը։ Ամենակարևոր այսպես հիմնախնդիրը արտահանման հետ կապված խնդիրների հաղթարելն է, եթե դա լուծվի, կարծում եմ Ռուսաստանի հետ նույն է տարաձայնությունները, ապրանքի որակական սերտիֆիկացման հետ կապված խնդիրների մասով, թե դիվերսիֆիկացումը դեպի արևմտյան երկրներ, եվրոպական, կարծում եմ այս մասով այս սպասումները 5,3%-ի կարծում եմ միանգամայն իրավացիորեն կարդարանան։ Համաշխարհային բանկը Հայաստանի 2027 թվականի տնտեսական աճի կանխատեսումը եւս բարձրացրել է, նախկին 4,7-ի փոխարեն դարձնելով 5,1%։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։